Ազգային ժողովը 65 կողմ 30 դեմ 0 ձեռնպահ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին եւ էներգետիկայի մասին օրենքներում նախատեսված փոփոխությունների եւ լրացումների փաթեթը։ Խոսքը հեծի պետականացման նախագծի մասին է։ Փաթեթի քննարկման ժամանակ ընդդիմադիր падգամավորները խորհրդարան բերված նախագիծը որակեցին քաղաքական հաշվեհարդար այլախոհության համար։ Իշխանական падգամավորները մինչդեռ պնդում են, նախագիծը մի բան էլ ուշացած է։ Սամվել Կարապետյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը գործարարի դեմ հարուցված քրեական գործն իրավական աբսուրդ է որակում։ Ըստ նրա, այն մի առանձնահատկություն ունի, այստեղ ընդհանրապես քրեական գործ չկա։ Փաստաբանի խոսքով Կարապետյանին հստակ մեղսագրվում է իշխանության զավթման կոչ, մինչդեռ կոչը գործում բացակայում է։ Վարդևանյանի համոզմամբ հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան գրառումը Սամվել Կարապետյանից հաշվեհարդար տեսնելու մասին էր։ Կարապետյանի դեմ քրեական հետապնդման հիմքում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաղորդումն է, ինչը ըստ փաստաբանի իրավական տեսանկյունից բացառիկ դրսևորում է։ Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին մեղադրանք է ներկայացվել առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու եւ օրենքով սահմանված արգելքին հակառակ ձեռնարկատիրական գործունեությանն ապօրինի մասնակցելու համար։ Մասնավորապես ըստ մեղադրանքի Սարգսյանը օգտագործելով իր պաշտոնեական դիրքը նպաստել է, որպեսզի օտարերկրաներդրումներով Հայաստանի կարիքների բավարարման համար Արարատի մարզի Սուրենավան համայնքում բիտումի գործարանի հիմնադրմանը ներգրավվեն իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող անձը վերջինիս պատկանող կազմակերպությունները։ Գործն ուղարկվել է հակակոռուպցիոն դատարան։ Սամվել Կարապետյանին պատկանող Տաշիր խմբի երևանյան գրասենյակում խուզարկություն է սկսվել։ Factor TV-ի նկարահանող խումբն այնտեղ է։ Քննչականից հայտնում են, որ կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կատարվում են անհետաձգելի քննչական գործողություններ։ Մեր տեղեկություններով այդ վարույթը կապ չունի Սամվել Կարապետյանի գործի հետ։ Խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց Երևանում հանրային տրանսպորտից օգտվելիս չվճարելու համար տուգանք նախատեսող օրինագիծը։ Դրանով քաղաքացիները 10-ից 15 հազար դրամով կտուգանվեն հանրային տրանսպորտից օգտվելիս ուղևորը չվճարելու կամ մեկ այլ քաղաքացու տոմսն օգտագործելու դեպքում, իսկ 3000 դրամով, եթե ունեն տոմս, սակայն 1 րոպեի ընթացքում այն չեն մոտեցրել վճարման սարքին։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը այսօր համաձայնություն է տվել հայկական կապի օպերատոր Viva Armenia-ի կողմից GNC Alpha ընկերության 100% բաժնեմասը գնելու հնարավոր գործարքի կայացմանը։ Այս մասին այսօր ԵՄԻՆ ասել է հանձնաժողովի խոսնակ Լիանա Ազիզյանը։ GNC Alpha ընկերությունը Հայաստանում ներկայացնում է նախկին Ռոստելեկոմը, այժմ Ovio անվանումով ռուսական ապրանքանիշ է, որը մատուցում է լայնաշերտ ինտերնետ կապի ծառայություններ։ Նշենք, որ ըստ հրապարակումների բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն ու ազգային անվտանգության ծառայությունն արդեն տվել են իրենց համաձայնությունը, գործարքի արժեքի մասին տեղեկություն հրապարակված չէ։ Իրանի նախագահ Մասուդ Փեսեշքյանը հայտարարել է Թեհրանի եւ ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համագործակցության դադարեցման մասին։ Նա ստորագրել է ավելի վաղ խորհրդարանի կողմից ընդունված համապատասխան օրինագիծը։ Իրանական կողմի հաղորդմամբ համագործակցությունը կասեցվում է ՄԱԳԱՏԵ-ի կողմից Իսլամական Հանրապետության դեմ քաղաքական դրդապատճառներով բանաձևի ընդունումից հետո։ Իրանը նաեւ քննարկում է ՄԱԳԱՏԵ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսիի մուտքի արգելքի հարցը։ Ռուսական զորքերը հրետանային կրակ են բացել ուկրաինական Խերսոնի հիվանդանոցներից մեկի վրա։ Այս մասին հայտնել է Խերսոնի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը, գրում է Current Time-ը։ Նրա խոսքով հարձակման հետևանքով ավերվել է բժշկական հաստատության շենքը, վիրավորվել է 5 հիվանդ եւ 3 բուժքույր։ Պրոկուդինի խոսքով վերջին 24 ժամվա ընթացքում ռուս զինծառայողները հարձակվել են կարևորագույն եւ սոցիալական ենթակառուցվածքների, բնակելի թաղամասերի վրա, մասնավորապես վնասել են բազմահարկ շենք եւ 11 մասնավոր տուն։ Հաղորդվում է, որ վնասել են նաեւ ձեռնարկություն, ավտոբուս, մեքենաներ եւ ֆերմաներից մեկի շենքը։ Վիրավորվել է 10 մարդ։